Սրտանոթային հիվանդությունների ու շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղերը, որ սոցիալական կարգավիճակ ունեցողներն անվճար են ստանում, Առողջապահության նախարարությունն այս ամսվա սկզբից փորձում է պոլիկլինիկաներից դեղատներ տեղափոխել։ Վերջին թվերով, սակայն, միայն 350 դեղատուն է միացել այս ծրագրին։ Դեռ հունի մեջ չընկած ձախողման վկայություն փորձագետներն են գնահատում։ Տեսնում ենք ոչ թե 350 կազմակերպություն է, այլ 350 առանձին դեղատուն է, բայց այդտեղ ընդամենը 50 կազմակերպություն է։ Ինչու՞, որովհետև եղած 300-ը դա մեծածախ հանքերին պատկանող դեղատներն են։ Այսինքն այն մնացած 50-ն է, որ անհատ դեղատներն են, որոնք առանձին միացել են տվյալ ծրագրին։ Նախարարության սահմանած գնացուցակի պատճառով դեղատները ծրագրին չեն միանում, ասում է փորձագետը։ Բիզնեսը դժգոհ է, փոխհատուցումները համարժեք չեն։ Առաջարկվող 250 անվանում մոտավորապես դեղերի մեծ մասը ինքը առաջարկվող փոխհատուցող գները բավականին մատչելի են, այսինքն դեղատները չեն կարող սպասարկել, որովհետև դեղատունը առնելու է, հետո երևի -10%, -5%, -20%-ով վաճառի։ Գների ձևավորման մեթոդաբանությունը կառավարությունն է սահմանել։ Պետառողջապահական գործակալության ղեկավարը հայտնել է, գների տարբերությունը բնական է։ Մեր երկրում դեղերի գները երբևէ չեն կարգավորվել։ Մեր կողմից փորձ է կատարվում մշտապես մոնիթորինգ իրականացնել գների։ Դրանով է պայմանավորված, որ մենք նշել ենք, կամփոփենք արդյունքները, կհասկանանք, թե այդ գների ձևավորման հետևանքով կամ արդյունքում մենք ինչ խնդիրներ ունենք, եւ ըստ մեր հաստատված մեթոդաբանության շտկումներ կիրականացնենք։ Փոփոխությունների համար 20 օրն էլ բավական էր, փորձագետներն են ասում, ամիսները գուցե շատ ուշ լինեն, համակարգը վայրի վերումների ենթարկվի, բուժառուները փաստի առաջ կանգնեն։ Իդեպ, եթե դեղատանն անհրաժեշտ դեղը չլինի ու խնդիրը մեկ օրվա ընթացքում չլուծվի, տնտեսվարողին էլ չեն տուգանի։ Նախարարությունը հանել է այս դրույթը ու մասնագետները սրա հետ կապված էլ մտավախություններ ունեն, իսկ եթե միայն դեղատանը ձեռնտու տեսակները տրամադրեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։